Ըստ երկրորդ նախագահի իմպիչմենտի գործընթացը իրատեսական չէ, անգամ նախաձեռնողների տեսանկյունից եւ այն հաջողել չի կարող։ Ես չեմ լսել մեկ մարդու կարծիք, որ դա իրատեսական սցենար։ Նույնիսկ նախաձեռնողները ասում են, հա ինչ ա եղել, փորձենք չլինի։ Անգամ տեխնացուն։ Անգամ հա 10 օր առաջ ուրիշ կարծիք։ Մի տեխնացուն 10 օր առաջ ասում էր դա իրատեսական չէ։ Հիմա ես ավելի պրագմատիկ մարդ եւ մտնել մի process-ի մեջ, որը զրոյին ձգտող հաջողության հավանականություն ունի, ինձ համար դա իսկապես հետաքրքիր չի։ Անդրադառնալով երկրի անվտանգային հարցերին, Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ եվրոպացիների հետ գրկախառնությունները չեն կարող կարգավորել երկրի ներքին անվտանգային հարցերը։ Պետք է ավելի լուրջ քայլեր ձեռնարկել, միևնույն ժամանակ չենթարկվելով Թուրքիայի շանտաժներին։ Իմ 10 տարվա ընթացքում դուք ասեք մեկ ազգուշ հայտարարություն Թուրքիայից է։ Հիմա սա պատասխանատվության հարց է։ Դու այս գործը հասկանում ես։ Սա մեկ եւ երկրորդը դու բավարար պատասխանատվություն ունես, թե չունես քո արածի համար պատասխան տա։ Ուրեմն մենք չպետք է սրենք հարաբերությունները Թուրքիայի հետ։ Պետք է փորձենք այո լավ հարաբերություններ կառուցել Թուրքիայի հետ, որպես լավ հարևան, բայց մենք չպետք է շանտաժի ենթարկվենք։ Եվ այդ շանտաժի ենթարկվելու միակ գործիքը ունենալ այնպիսի գործընկեր, որը զսպելու է Թուրքիայի ախորժակը Հայաստանի նկատմամբ։ Երկրորդ նախագահը նշել է, որ երկիրը չի կարող ղեկավարվել մի մարդու կողմից, ով պարբերաբար նշում է, որ դուրս է մնացել դպրոցից, համապատասխան կրթություն չի ունեցել։ Նա նշել է նաև, որ հիմա ավելի ծանր ճգնաժամային ժամանակներ են հայ ժողովրդի համար, քան իր կառավարման ժամանակահատվածում, երբ 1 տարի թոշակների ու աշխատավարձերի պարտքեր էին կուտակվել։